Բայց քանի որ տնտեսական թեմա ենք քննարկում, հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել նաև, որ մենք վերջին 3 ամիսներին ունեցել ենք շարունակվել է Հայաստանում աշխատատեղերի աճը եւ 2026 թվականի մայիսին մենք ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը, մայիսին արձանագրվել է 823584, նախորդ ցուցանիշը, երկրորդ ցուցանիշը արձանագրվել է 822662 2025 թվականի դեկտեմբերին, սովորաբար դեկտեմբերին պիկեր են լինում, բայց նաև որ մայիսին այսպիսի մենք աճ ունենք, դա էլ շատ լավ եւ շատ կարեւոր ինդիկատոր է։ Նկատի ունեմ մեր տնտեսությունը իր աճի տեմպը շարունակում է, իհարկե ինչ որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները ավելացրել են եւ դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է եւ պլանավորվում է իրականացնել։ Այս ամեն ինչը, ինչպես նախկինում ասել ենք, աշխատանքային իրավիճակը եւ ընդհանրապես այս ամեն ինչին մենք պետք է վերաբերվենք որպես աշխատանքային օրակարգ, աշխատանքային առօրյա խնդիրներ, որը մենք պետք է լուծենք։ Եթե այս կարգի խնդիրներ եւ դրանց լուծելու անհրաժեշտություն չլինի, կառավարության անհրաժեշտություն էլ չի լինի։ Ամեն ինչը հետեւաբար կառավարությունը հենց դրա համար է նախատեսված, որ այս բոլոր հարցերը արձանագրի, արձագանքի եւ լուծումներ տա։